Ապրիլյան քառորյա պատերազմի ժամանակ վիրավորված Ավետիս Զարգարյանն ատամնաբուժ էր ուզում դառնալ։ Երիտասարդի պլանները սակայն քառորյա պատերազմից հետո փոխվեցին։ Ընկերուհի ունեի՞ր։ Չէ։ Ինչի՞։ Ես ինչ հարցեր եք տալիս։ Հիմա մտքից մեջ ոչ մի բան չկա։ Առաջ կար, բայց հիմա չկա։ Առաջ ինչ կա։ Առաջ պլանավորում եմ, որ ատամնաբույժ դառնամ։ Սովորեմ։ Բայց հիմա սա խառնվել է իրան, ուրիշ վիճակ է, չգիտեմ ապագայում ինչ կլինի։ Բուժվելուց հետո նոր կմտածեմ ապագայի մասին։ 20-ամյա Ավետիսն արդեն 1 տարի ու 1 ամիս պառկած է հիվանդանոցում։ Ողնուղեղի վիրավորում ստանալուց հետո չէր կարող խոսել, քայլել, անգամ ինքնուրույն շնչել։ 1 տարվա ընթացքում նրա առողջության ամեն դրական տեղաշարժը ծնողների համար հաղթանակ է։ Առաջ անգամ որ ոտքը շարժեց, կյանքում չեմ մոռանա այդ օրը։ Հիվանդանոցում գոսպիտալում ինչքան բժիշկ եղել է, պիտի մինուտկի ժամանակ Գայանե Մեժլումովնան ասելա, որ Ավետը ոտը շարժում է։ Բոլորն էլ հերթով եկել են, Ավետ շարժի ոտը տենանք, շարժել այսինքն ծափահարել են, պաչի կարել ու գնացել։ Ի սրտանց բոլորը, այնքան տենց հետո այդ շարժում արել էր իրիկ ու նախբեր եկել, ասում ենք Ավետ ոտը շարժի արման տեն, այլ չէր կարում։ Այնքան հոգնել էր, չէր կարում էլ շարժել։ Ամենը մի իրան են մանր, թե կոզ են չնչին շարժում էր համար այդ հաղթանակ, առաջ անգամ որ կանգնել էր, էլ շամպանսկի բացել, էլ եսի մինչեր, որ առաջ անգամ թեկուզ տենց 5-6 հոգով գրկել են երեխեք կանգնեցրել, բայց այդ մեր համար հաղթանակ էր, որ ինքը կարած կանգնի, թեկուզ այդ վարկյանները։ Արդեն սահուն խոսող Ավետիսն ասում է, որքան էլ քիչ էր իր վերականգնվելու հավանականությունը, 1 տարվա ճանապարհը հույսով է անցել։ Շատ մասը եղել եմ ռեանիմացիայում, կյանքիս համար եմ պայքարում։ Այս վերջի 3-4 ամիսա, որ արդեն վերականգնողական կենտրոն եմ գնում, բայց միջև այդ վերականգնողական անցել եմ նաև ռեանիմացիայում։ Հետո գալիս էին տղաները մեզ օգնում էին ռեանիմացիայում են պարում։ Անվարի գնացել եմ Մոսկվա, այնտեղ շարունակելու բուժում ես։ Ավետիսը ծնողների հետ նոր է վերադարձել Մոսկվայից։ Մոր Սոնա Զարգարյանի խոսքով այնտեղ վերականգնողական կուրսեր ընդունելուց հետո որդու վիճակն ավելի է լավացել։ Այնտեղ ամրացավ ինքը, դժվարություններին արդեն սկսեց դիմանալ։ Չէր կարում երկար նստել, ճնշում էր գցում, սկզբից այդտեղ չէր կարում։ Բայց այնտեղ դե աշխատելու հետևանքով արդեն համստեղ ճիշտ է երեխեքը միշտ եկել են աշխատել են Անուշիկը որ իրա կամքի շնորհիվ Ավետի հետ ինքը այդ երեխեն իրա ոնց ասեմ ես ուժեղ կամքի շնորհիվ կարողացավ Ավետի հետ աշխատել բայց հիմնական ռեաբիլիտացիա ինքը վերականգնողական կենտրոններում չէր անցել առաջինը հենց Ռուսաստան են գնացել ու տենց ինքը դժվարություններին սովորեց Հայրը Հայկազ Զարգարյանն ասում է, վիրավոր զինվորին արտերկրում բուժելու բոլոր ծախսերը հոգացել են բարերարներ։ Ես չգիտեմ կոնկրետ ովքեր են, շատ մարդիկ են էլի, որտեղ այդ մարդկանց անունները որ մեկին տանք, մեկին չտանք, կարողա չիմանանք, արդեն ուրիշ բան կստացվի։ Բոլորին անխտիր մեկ լումայից մինչև ինչքան որ օգնել այդ մարդկանց սաղն է շնորհակալություն։ Պետական որևէ աջակցություն ստացել եք։ Պետական աջակցությունը սկզբնական շրջանում այդ 500,000 դրամներ տվեցին բոլորին, նույնը մենք ենք ստացել։ Թոշակ են անցկացրել, առաջ կարգ թոշակ է։ Ավետիսը, ով քառորյայի ժամանակ ամենածանր վիրավորում ստացած զինվորներից մեկն էր, զինծառայության համար ստացել է միայն 1 պատվոգիր, 1 շնորհակալագիր։ Պատվոգիր են տվել ծառայության ժամանակ։ Մեր շնորհակալագիրների ծառայության ժամանակ 2 անգամ ինքը օրինական ձևով օդպուսկ է եկել, այդ վաղտը որպես լավ ծառայող, ինքը դիպկարալ է։ Որ վիրավորվել արդեն երևել ոչ մեկին պետք չէր լես։